Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Հակոբյան, Օվերչուկը ինքն էլ էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիություն, թե ԵԱՏՄ։ Հիմա Հայաստանի ընտրությունը ո՞րն է։ Դուք ասում եք, որ ԵԱՏՄ-ից մենք դուրս չենք գալու։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ որևէ այլ օրակարգ այս բանը չկա։ Ներողություն, ինչպես չկա, Նիկոլ Փաշինյանն է հարցը չեմ տվել դեռ։ Տեսեք, ԵԱՏՄ-ին վերաբերվող որևէ այլ օրակարգ այս բանը չկա։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք ԵՄ-ի ուղղությամբ, օրենք ընդունել ենք, մեր ենթակառուցվածքները կհամապատասխանեցնենք, այս դեպքում ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն միանց հակասող տնտեսական միություններ են, ինչ է լինելու վերջ։ Տեսեք, մենք ունենք փաստ, որ ձեր նշած օրենքը ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարարություններ, եւ ունենք փաստ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Ես խնդրում եմ այս դիտանկյունով դուք դիտարկեք հարցը։ Բայց նաև երբ որ ներողությունը դիտարկում ենք նաև ՔՊԻ կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու եւ ինչ որ փուլում անդամ դառնալու օրենքի նախագիծը, տեսնում ենք, որ քայլ է արվել ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ինչ է նշանակում քայլ է արվել ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ոչ մի բանի ընդդեմ, ոչ մի բանի ընդդեմ քայլ չի արվել, քայլ է արվել այն քայլերը, որ դուք տեսել եք եւ մենք այժմ ԵԱՏՄ անդամ ենք։ Բայց դուք ինչի եք այլ օրակարգ մանgal։ Տեսել ենք ԵՄ-ին անդամակցելու, ԵՄ-ին մոտենալու քայլ ենք տեսել իշխանության կողմից։ Իսկ ելի եմ կրկնում ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն, ինչքան էլ Հայաստանի իշխանություններն ուզեն երկու տեղում էլ լինեն, հնարավոր չի, աշխարհը չի պատկերացնում։ Կտեսնենք։ Դա ձեր գնահատականն է։ Դա ձեր սաստես Նարեկը ձեզ տեսակ, դա ձեր գնահատականն է, տեսնենք, բայց մենք ունենք իրավիճակ, կրկնում եմ, մենք ունենք իրավիճակ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ ունենք այն հայտարարությունները, որոնք որ արված են։ Ուզում ենք Հայաստանը կներես էլի երկու աթոռի վրա ոնց եք նստելու միաժամանակ։ Ոսկե դերամասիլա։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ սա փաստ է, ես չեմ հասկանում, ինչ եք ուրիշ ման գալիս։ Դուք սադրանքի եք տրվում հիմա։ Նարեկ ասես չտրվեք սադրանքի։ Դուք եք VBI սադրում։ Խնդրեցի ձեր սադրանքը։ Թրամփի ուղին, եթե այսպես Հայաստանի տարածքով է դա ճանապարհը ապաշրջափակում, դա ԵԱՏՄ-ին չի խանգարում, երբ մենք ԵԱՏՄ-ի հետ մաքսային նույն գոտում ենք, Իրանն է նաև։ Չի խանգարում։ Իրանը եւս ԵԱՏՄ-ի հետ ունի համաձայնագիր, ազատ առևտրի, ոչ չի խանգարում։ Այսօր մի տեսակ ֆորմի մեջ չեք, հարգելի լրագրողներ։ Պետք է ճանապարհին գործի։ Այսօր էլ դուք ֆորմի մեջ եք։ Բայց ես մենակ եմ, դուք շատ եք։ Հայ-ամերիկյան ինչ բիզնես մոդել է գործելու TP-ի վրա։ Արդեն կան քննարկումներ։ Ինչ բիզնես մոդել նկատի ունեք ճանապարհի հետ կապված։ Իհարկե կան նման քննարկումներ եւ բայց այդ հարցը պետք է ուղղեիք պարոն Պապյանին, ով որ շատ անկեղծ ձեզ ուզում եմ պատասխանել հիմա, շատ ակտիվ աշխատում ենք ամերիկացիների հետ։ Իրենք արդեն ժամանել են Հայաստանի քումեն։ Շատ ակտիվ աշխատում ենք, շատ ակտիվ աշխատում ենք։ Շատ ակտիվ աշխատանք ինչ է նշանակում։ Օնլայն էլ հանդիպումներ էլ, դա մի գործընթաց է, որը մեկնարկել է, բայց ես հիմա լիազորված չեմ դրա մասով բրիֆինգ ունենալ ձեր հետ, ներողություն եմ խնդրում, բայց գործընթաց է, որը մեկնարկել է։ Աշխատանքային խումբ է, այսինքն ձևավորվել պարոն Հակոբյան։ Նաև։ Ես գիտեք, չեմ կարող հիմա, չեմ ցանկանա հիմա անձնավորել անուններ նշել, բայց չգիտեմ։ Տեսեք, սադրում եք էլ, չգիտեմ, լիազորված չեմ այդ թեմայով խոսակցություն ունենալ ձեր հետ հարգելի գործընկերներ, բայց այսօր ուզում եմ արձանագրել, որ դուք ֆորմի մեջ չեք մի տեսակ։ Ուզում եմ հասկանալ, ռուս գործընկերների հետ ձեր շփումներում հնարավոր է այլ խոսակցություն է, նրանց հրապարակային հայտարարությունները նույն Օվերչուկի, լրիվ այլ խոսակցություն է, որտեղ ձեր ասածը, որ տարբերություն կապ չունի ԵՄ-ԵԱՏՄ-ն, ամեն դեպքում ռուս պաշտոնյաների դեպքում իրենք ավելի հստակ են դնում հարցը, կամ են ասում։ Ուզում հասկանալ, երբ որպես նաև հանձնաժողովի նախագահ երբ շփվում եք ձեր ռուս գործընկերներին, ինչ խոսակցություն է, այսինքն հրապարակային խոսակցությունը։ Էլի շատ անկեղծ ձեզ պետք է պատասխանեմ, շատ անկեղծ։ Բավականին ջերմ շփումներ ունենք մեր ռուս գործընկերների հետ, որևէ խնդիր չունենք, թե անձնական շփման մեջ, թե գործնական հարաբերություններն, թե հանձնաժողովի հետ կապված հարաբերություններն, որևէ
խնդիր չունենք, փոխադարձ այցերը ինչպես եղել են, այնպես էլ հիմա շարունակվում են, եւ որևէ խոչընդոտ չկա։ Եվ մեր քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ինչ-որ բան աշխատանքային պայմաններում փոխելու օրակարգ չկա։ Պարոն Հակոբյան, ինչու իշխանությունից օրեր են սեպտեմբերի 27-ի եռաբլուր չգնաց։ Տեսեք, ես նաև շատ անկեղծ էլի պետքա ձեզ պատասխանեմ, որ եռաբլուրում եւ այլ պատերազմի հետ առնչվող խորհրդանշական մեր սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, նաեւ առանց կոնկրետ օրերի, եւ ես չեմ ուզում, որ սա մենք դարձնենք քաղաքական օրակարգ։ Եվ ուզում եմ ձեզ նաև ասել, որ այցեր պարբերաբար լինում են եռաբլուր, նաև առանց տեսախցիկների։ Տեսեք, այցեր լինում են եռաբլուր եւ մյուս մեր սրբավայրեր առանց տեսախցիկների։ Եվ ընդհանրապես ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է քաղաքականացնել։ Հակոբյան, պարզապես մի քիչ օրներ, որ բնական է, որ պետք է գնա։ Ես պատասխանեցի հարգելի գործընկերներ, որ ես չեմ ուզում այս հարցը մենք քաղաքականացնենք։ Իսկ միգուցե, տեսեք, չեք զբաղվում քաղաքականությամբ։ Դուք զբաղվում եք։ Ես ձեզ շատ իր հետևում եմ ձեր գործունեությանը։ Մի քիչ հնարավոր չէ պատկերացնել Նիկոլ Փաշինյան եւ առանց ռիլ ինչ որ այցի, հա, տեղ որ ռիլ չհրապարակվի, բայց այնուհանդերձ երբ է վերջին անգամ օրինակ թիմը կամ վարչապետը գնացել, հա, եռաբլուր կամ ինչպես դուք եք ասում պատերազմի հետ կապված այլ խորհրդանշական վայր։ Վարչապետի այցերի մասին դուք կարող եք ստանալ պաշտոնական տեղեկատվություն իր մամուլից, մամուլի պատասխանատուներից, իր մամուլի հաղորդագրություններից։ Իսկ խմբակցության մասով մենք եւս ունենք մամուլի պատասխանատուներ, ովքեր դրանով զբաղվում են։ Հիմա ես չեմ կարող այստեղ նշել, թե մենք ուր ենք գնում, որտեղ ենք անցկացնում, որտեղ են բոլորը անցկացրել իրենց ամառային արձակուրդները կամ ձմեռային հանգիստը։ Ես չեմ կարող ձեզ մի վարքան, ես չեմ կարող եւ ձեզ չեմ կարող հիմա ձեզ տեղեկացնել, թե առաջիկա տոներին ով ուր է պատրաստվում գնալ եւ չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե կարող եմ այս ցանկը։ Բայց սեպտեմբերի 27-ը հակի տոն չէ։ Տեսեք, ես հավաստիացնում եմ ձեզ եւ դուք նաեւ առաջիկայում կտեսնեք, որ այդ օրակարգը եւս կեղծ է, որովհետեւ սեպտեմբերի 27-ի հետ կապված այժմ նաև գործընթացներ կան, ես նաև որոշ ընթացք հետո, երբ ինչ-որ մի բան շրջանառվի, դուք կտեսնեք, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։